Ուրեմն ինչ տեղի ունեցավ երեք։ Сначала по-армянски, потом по-русски. Աստված վկա։ Բառացիորեն մտա այս միգրացիոնի։ Տնօրենի մոտ, սաղ Չեռնագորիայի ինքը այդ միգրացիոն դիրեկտորը, այդպես է կոչվում։ Տնօրենին հենց ասեցի, մի վարքյան ասի, ես այստեղ չեմ մնա, զզվելս գալիս է ստեղի լամար չեն։ Եթե վտանգ չլիներ ինձ, չի մնա ես ստեղ։ Կամ փաստաթուղթը որ սահմանը անցնեմ եւ այլն եւ այլն։ Հիմա ռուսերեն ասեմ, значит, короче, буквально я зашел вчера к директорше здешней миграционной службы всей Черногории. И буквально вот бог свидетель. Я сказал, секунды бы не остался я здесь, если бы не угроза. Если вы в курсе, что творится, какой беспредел, беззаконие абсолютно в Ереване вытворяет этот паршивян, подонок. Вот я сказал, да, это директорше, дай документ, чтобы я переехал, мне плевал я статус-матус, чтобы я смог пройти, даже на местном, я это слово научился, границу в другую страну, чтобы я выехал. И верну я вам этот документ. Туда-сюда, в суде вы, потом пока пусть придет, потом еще что-то, когда потом. Я здесь не хочу секунды оставаться. У этого баланс. Ուրեմն տեսնում եք, ինչ անում, այդ Ծառուկյանը, ինչ էր ասել ընդամենը։ Ասել եք, Նիկոլին հրավիրել էր Այրուծի մոտ, չէ։ Բրեզգը պետք է կթակեն, սիպները կխառնեն, Նիկոլին չեն զեղծի։ Տեսակ ինչ արեց։ Բայց այդպես բան չէ, ընդամենը բան տարկեցին դեռ 2 ամսով։ Իդեպ եթե ձեզ հետաքրքիր այն կարծիք են Ծառուկյանի բանի մասին, գրեք առանձին մեկնաբանություններով, ես մյուս հոլովակում կաշխատեմ։ Միգուցե ավելի շատ, ավելի խորը ասել մի քանի բան։ Այդպես բաներ չէ, ոնց որ իմ նկատմամբ են, ես դրանց սատկացել եմ։ Բայց հիմա պատկերացնում եք, որ ես 18 թվականից ոչ միայն կոչ եմ անում դրանց սատկացնել, տականք, պղծարար տականք, Նիկոլի, այսքան անպատվանք և այլն։ Կարծեմ երևից է ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ, դրանից Հայաստանը ազատելը միայն ես գիտեմ, ոչ ոք ընդունակ չէ, մանավանդ այս Ղախպեկ են, իսկ այդ քաղաքական դաշտ կոչվածը, որը արեստորեն սարքել են, հնազանդացրել են ԱՄՆ Եվրոմիությունը իրանց են, ամեն ինչը անօրեն է այսօր, դա մենակ ես կարող եմ ազատել, բայց ինձ լսող չկա, չի մասին խոսել, լավ, սենց մանել ասեմ, ինչ չի լինում էլի, հնարավորություն ես որ ձայնագրում եմ, ասենք հոլովակ, հիմա ձայնագրեցի, ես չգիտեմ, երբ Wi-Fi տեղում կլինեմ, ստեմ ինչ չի, որ դրսում էլ աշխատում է, ուշացումով ենք գցում, մոռացա ասել, այդ այրուսներին իրանք սատկացրեցին միտումնավոր, ես սա շեշտում եմ, միտումնավոր սատկացրեցին, տեսակ ինչ հանցավոր Ղախպի ծնունդա Նիկոլը, այդքան կոչ եմ արել, դրանց 18 թվականից սատկացնել ուղղակի, զենքագիր հայվաների, բայց չկա դրան սատկացնող չկա, մի հատ թասիվ մարդ չկա, փոխարենը խնդրեմ, լիքը բոզի թուլեք, որոնք ծառայում են Նիկոլի, զենքագիր, էդ է, անգամ Ղարաբաղցիները ձեր մայրիկը, հանձնեց արա ձեզ, սպատրախամ էր, ձեզ բոլորի ծախեց, ծառայում են, մանավանդ են բոզի ծնունդ էր, զինա շքերտ էր մտամ էդ, կլաունադայի, հրամանատար գեներալ, այ ողբամ ձեզ, սա է հայոց բանակարը, սա մեղ կլինի, որ չսատկացնել սենց բանակը, բոզի վաստակ Ղարաբաղցի, լավ էլ հայաստանցիներին մի կողմ, Ղարաբաղցի ձեր մայրիկը, գնացեք հարցրեք, ինչքան ոստիկանություն ունում, էլ չասած բանակում ուժայից տարբեր ստրուկտուր, ինչքան Ղարաբաղցի ձեր կերած կաթը կում